Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Համեցեք բանները։ Քանի որ անդրադարձ եղավ տվյալների քաղաքականությանը, ես ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ ազգային ժողովը առաջին ընթերցմամբ արդեն իսկ ընդունել է հանրային տեղեկությունների մասին օրենքը, որտեղ տվյալը մեկ անգամ սկզբունքը ամրագրված է։ Այսինքն օրենքն ամբողջությամբ ընդունվելուց եւ ուժի մեջ մտնելուց հետո Բայց դրա խախտման համար պատասխանատվություն կա սահմանված։ Ուղղակի օրենքով արգելվելու է որևէ երկրորդ գերատեսչության պահանջել պարզապես տեխնիկապես հնարավորություն չի լինելու երկրորդ անգամ մուտք գործելու տվյալները ամրագրելու բազայում, այսինքն լինելու է տվյալների կենտրոնացված քաղաքականություն, ԲՊՌ-ում տվյալները հավաքվելու են եւ պետական գերատեսչությունը արդեն հայցում է կատարելու ԲՊՌ-ին տվյալները այդտեղից ստանալու։ Այսինքն աղբյուրը ցույց ենք տալիս, ասում ենք ստեյց պետք է ստանալ տվյալը, նշանակում է տվյալները պետք է ներբեռնել այդտեղ։ Եթե ներբեռնված է, արդեն ներբեռնել։ Այսինքն մենք մեր քաղաքացիների մասին հոգ տանելով որոշել ենք օրենսդրական բարեփոխմամբ իմպերատիվ սահմանել, որ այդ շփումը քաղաքացի պետական գերատեսչություն պետք է լինի բացառապես կյանքի ընթացքում մեկ անգամ եւ օրենքն ընդունվելուց հետո պարզապես սա տեխնիկապես հնարավոր չի լինելու, ընդ որում գերատեսչությունը ամբողջական տվյալը չի ստանալու։ Գերատեսչությունը իր ծառայության համար անհրաժեշտ այն տվյալն է ստանալու կենտրոնացված համակարգից, որ իրեն անհրաժեշտ է։ Շատ լավ, համեցեք։ Սա էլ է հրաշալի հնչում, պարոն վարչապետ, եւ անպայման պետք է իրականացվի, բայց պետք է հստակ հասկանանք, որ տվյալների մասին է խոսք։ Օրինակ, անձնագրի սերիան, եթե պետական մարմինը քաղաքացուց ամեն անգամ ուզում է, դա աբսուրդ է։ Լրիվ համաձայն եմ օրենքի տրամաբանության հետ։ Մի անգամ պետություն գիտի, պետությունն է տվել այդ տվյալը։ Ինչ է նշանակում ամեն անգամ ուզել դա։ Բայց դա email-ին կարծում եմ չի կարող էլեկտրոնային փոստի հասցեին վերաբերվել։ Եվ փորձեմ ասել ինչու։ Դիցուք ես ունեմ մի քանի էլեկտրոնային փոստեր։ Մի էլեկտրոնային փոստը դա, երբ որ ես պարտավոր եմ ինչ-որ դաշտում դա լրացնել, բայց ես երբեք չեմ անդրադառնում դրան, չգիտեմ, 1000-ից 1 կամ ընդհանրապես, եւ ունեմ օգտագործվող։ Հաճախ քաղաքացիները այդպիսի հնարավորության դեպքում տալիս են էլեկտրոնային հասցեներ, որոնք իրանք շատ հազվադեպ են օգտագործում։ Եվ հիմա մեր մոտ կարա առաջանա իրավիճակ, որ քաղաքացին առաջի անգամ պետության հետ առնչվի մի այդպիսի իրավիճակով, որը մեկ էլ իրան պետք չի գալու, դա այդ իր կեղծ էլեկտրոնային հասցեն, կամ չօգտագործվող կեղծ։ Հիմա համակարգը դա կհամարի որպես ճիշտ էլեկտրոնային հասցե եւ կշարունակի այն կարևոր ծառայությունները այդտեղով հավաքել։ Բայց կներեք, բայց գոյություն ունի պաշտոնական էլեկտրոնային հասցե, որ պետությունն է բացում քաղաքացու։ Այստեղ էլ ներողություն, պարոն վարչապետ, հիմա այս խոսակցության ընթացքում այն մոտ էլ է շփոթ կամ հարց առաջացավ, այսինքն մենք այն policy-ում դրած հասցեն դնում ենք մի կողմ եւ յուրաքանչյուր քաղաքացու համար ստեղծում ենք նոր էլեկտրոնային հասցե։ Տենց աշխատելու բարձ չես մասը։ Պաշտոնական հարթակով միշտ է քաղաքացին ծանոթվելու, այսինքն այդ ձեր կողմից նշված պաշտոնական էլեկտրոնային հասցեն, որը գործելու է պաշտոնական հարթակում, հարթակը իրենից ներկայացնում է ինտերֆեյս, որտեղ քաղաքացին մուտք է գործելու իր կաբինետ, այնտեղ միշտ ծանոթվելու է։ Անձնական էլեկտրոնային հասցեն հավելյալ ծառայություն է, այսինքն ինքը կուզենա կտա այլ էլեկտրոնային հասցե, կուզենա հետո կփոխի այդ էլեկտրոնային հասցեն, բայց այն ինչ արվում է հենց քաղաքացու հարմարավետությունը ապահովելու համար։ Այսինքն այս տեսանկյունից մենք պետք է։ Եվ այդտեղ մի անգամ սկզբունքը չի խախտվում, որովհետև քաղաքացին մի անգամ ասում է ինձ այս հասցեից բացի այս հասցեն էլ։ Եթե ինքը փոխեց իր էլեկտրոնային հասցեն, էլի ինքը տալիս է երկրորդ անգամ, էլի մի անգամ սկզբունքը չի խախտվում, որովհետև ինքը մի անգամ տալիս է այս նոր էլեկտրոնային հասցեն։ Եթե ընդհանրապես ոչ մի հասցե չի տալիս, էլի չի խախտվում սկզբունքը, որովհետև կառավարությունը իր համար արդեն բացել է էլեկտրոնային հասցե։ Եթե ինքը չի մտնում այդ էլեկտրոնային հասցե, էլի չի խախտվում, որովհետև ինքը արդեն ունի հարթակներ, որտեղ կամ պեկով կամ ազդարար EM-ով։ Իսկ անձնական տվյալների պաշտպանությունը այդ բոլորովին ուրիշ ոլորտ է, որը վերաբերվում է ամեն ինչին։ Հետևաբար անձնական տվյալների հետ գործ ունեցող բոլոր մարմինները, բոլոր դեպքերում, բոլոր իրավիճակներում պետք է առաջնորդվեն անձնական տվյալների պաշտպանության մասին
օրենքի կարգավորմամբ, որը մեր մոտ իմիջիայլոց էլի բարեփոխումների գործընթացում է, որովհետև մենք համարում ենք, որ այն համակարգը, որ այսօր ունենք, մենք նույնիսկ հիմա քննարկում ենք անձնական տվյալների պաշտպանության գործակալության բարեփոխումների հարցը եւ այդպես շարունակ։ Այսինքն ես նկատի ունեմ հարցերը պետքա տարբերակել եւ ըստ էության, բայց իհարկե ընթացքում էլի հարցեր կառաջանան, այնպես չի, որ մենք հիմա բոլոր հարցերին պատասխանեցինք կամ բոլոր հարցերը կանխատեսեցինք, համեցինք։ Մի կարևոր բովանդակային հարց էլ, քանի որ ուղղակի քննարկումը ծավալվեց, սա էլ ասենք էլի։ Մենք շատ ուշադիր պիտի լինենք բովանդակության նկատմամբ։ Հայաստանում մարդիկ ծանոթություններ էլեկտրոնային թե թղթային միշտ ընկալում են որպես նեգատիվ ինֆորմացիա։ Դա մեծ պրոբլեմ է, եթե մենք նայում ենք Էստոնիային եւ նույնիսկ Ռուսաստանին, իրանց մոտ էլեկտրոնային հաղորդակցության տիրույթում, վստահ եմ նաև զարգացած երկրներում ինֆորմացիայի 90%-ը պոզիտիվ է քաղաքացու համար։ Լավ բաներ է ինքը պետությունից լսում, լավ խաբարներ է ստանում, ըստ այդմ բոլորը մոտիվացված են ունենալ մասնակից լինել հարթակի, ունենալ կոմունիկացիա պետության հետ։ Մեր մոտ եթե պետությունը քեզ ծանոթությունով փնտրում, անպայման մի պրոբլեմ հետը տեղի կունենա, բայց մենք սրա մասին պիտի լուրջ մտածենք։ Չէ, ժպիտով է պետք ուղարկել այդ ծանոթությունը։ Կամ գոնե սմայլի կա։ Բանակ տանելուց մի հատ սմայլիկ դնենք, որ մի քիչ պոզիտիվ տոն տանք ծանոթություններին։ Ասենք հետախուզման մասին ժպիտով պետք է ծանոթում ուղարկել։ Վարչապետ, իրոք անկեղծ է մենք շատ դեպքերում շատ պոզիտիվ բաներ անում ենք, բայց չենք հաղորդակցվում մարդկանց հետ։ Այսինքն թոշակառուի հետ չենք շփվում, նպաստացողի հետ չենք շփվում, ու դա բերում է նրան, որ այդ մարդիկ մեր հետ էլեկտրոնային հաղորդակցություն չունեն, ու մենք մտածում ենք ինչ անենք, որ պարտավորեցնենք, որ հարթակում ունենան հասցե, պոզիտիվ կլինի շատ արագ բոլորը կունենան։